Մենք գիտենք, որ մեր երկիրը այդքան էլ լավ վիճակում չէ։ Տարբեր կողմերից սպառնալիքներ կան։ Պատերազմի, արհավիրքների, աղետների։ Մենք գիտենք, որ ընդհանուր առմամբ շատ վատ վիճակում ենք։ Բայց ուզում եմ Սուրբ գրքից մեկ հատված կարդալ ու ասել, թե մեր վիճակը ինչով կարող է պայմանավորված լինել։ Երեմիայի գրքում 5-րդ գլխի 19-րդ համարում այսպիսի խոսքեր են գրված. Քանի որ ինձ լքեցիք եւ ձեր երկրում ծառայեցիք օտար աստվածներին, այդպես էլ օտարներին եք ծառայելու մի երկրում, որը ձերը չի լինելու։ Մենք գիտենք, որ հրեաները գերության տակ են եղել։ Եվ դրա պատճառներից մեկը հենց դա է, որ իրենց երկրում օտար աստվածներին էին ծառայում, այսինքն չաստվածներին, իսկ չաստվածները դրանք դևերն են, որովհետև Դավիթ Սաղմոս 2-ն ասում է, որ հեթանոսների բոլոր կուռքերը դևեր են։ Հիմա բերել Անահիտ չաստվածուհուն, համեմատել ամենասուրբ Տիրամոր հետ, ընդ որում քրիստոնյաները երբեք Տիրամորը չեն աստվածացրել եւ որպես մայր աստվածություն, չեն ընդունել, այլ Տիրամայրը Աստվածածին է, մեր Տեր Հիսուս Քրիստոսի մայրն է։ Բայց պետական մակարդակով խորագիր է տարածվում, թե մայր աստվածություն Անահիտից մինչև Մարիամ։ Այսինքն այսքանից հետո, երբ որ պատուհասները կախվեն մեր երկրի գլխին, չզարմանաք։ Բայց սա վերջը չէ, ոչ էլ սկիզբն է։ Մեր երկրի մեջ տեղ են գտել բազում պղծություններ։ Մեր երկրի մեջ բազում աղանդներ կան։ Հեթանոսություն, աղանդավորություն, սրբապղծություն, մի խոսքով ամեն ինչ կա։ Արհավիրքներն անգամ, պատուհասներն անգամ դաշ չեղան մեր ժողովրդին։ Թեկուզ օրինակ մի ալիք կար, որ շատերը բողոքում էին, անունը չեմ ուզում նշել, երկու հիմար կին, այլ կերպ չեմ կարող կոչել, նստած խոսում են իբրև թե Հուդան նույն Քրիստոսն է եւ Քրիստոսի գալուստը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը դա Հուդայի գալուստը պիտի լինի, հետո Արամաստ չաստվածի հետ են համեմատում եւ ասում, որ դա նույն Արամասն է, նրա որդին է, այս է այն ինչ որ հիմարություններ են դուրս տալիս եւ հազարավոր մարդիկ հավանում են այդ ամենը եւ տարածում են։ Եվ Երեմիայի գրքում հստակ է գրված, որ քանզի ինձ լքեցիք եւ ձեր երկրում ծառայեցիք օտար աստվածներին, այդպես էլ օտարներին եք ծառայելու մի երկրում, որը ձերը չի լինելու։ Այսինքն երբեք չզարմանաք, եթե այս ամենը կատարվի նաև մեզ հետ, որովհետև մի երկրում, որտեղ հալածվում է ուղղափառ հավատքը, որտեղ ուղղափառությունը դուրս է մղվում եւ դրա փոխարեն տեղ են գտնում եւ մարդկանց կողմից հավանություն ունեն աստղագուշակները, հեթանոսները, աղանդավորները, տարբեր սրբապիղծ մարդիկ, ովքեր ամեն կերպ փորձում են մոլորեցնել այս ժողովրդին եւ ժողովուրդն էլ հոժար կամքով լսում է եւ ընդունում է, ուրեմն մենք չենք կարող հետո բողոքել եւ այն պիղծ երգը հիշել։ Ուր է իր Աստված։ Այ հիմա դուք ինքներդ ձեզ հարց տվեք, ուր ենք մենք, ամեն մեկդ։ Ես ցավում եմ, որ մեր շատ հավատացյալները ստիպված են ապրել այս ամեն ինչի մեջ եւ հոգոց անել կամ արտասուք թափել, որ մեր երկիրը լցվել է պղծություններով։ Ծաղրում են ինչ որ ծաղրածուներ, մեր հավատքը, քահանայության կոչումը, հրեշտակներին եւ այլն, այսինքն այդ կոմեդի կլուբները, ինչ որ ստենդափերներ, թե չգիտեմ ինչեր, ազատ ծաղրում են քրիստոնյաներին, ազատ ծաղրում են մեր զգացմունքները, ազատ ծաղրում են մեր հավատքը, ազատ ծաղրում են մեր արժեքները, ամեն ինչը։ Հիմա էլ մեր Տիրամորը համեմատում են ինչ որ կուռքի հետ եւ
մեր երկրում դա անցնում է։ Այսինքն քրիստոնեությունը արդեն իսկ դուրս է մղվում մեր երկրից, ուղղափառ քրիստոնեությունը, եւ տեղ են գտնում աղանդները, հեթանոսությունը, գուշակությունը եւ այլն եւ այլն։ Չեմ խոսում խաղատներ, չեմ խոսում հասարակած տների մասին, չեմ խոսում մնացած այլանդակությունների մասին, որոնք կան, եւ դուք ինձանից ավելի լավ գիտեք, որ կա այդ ամենը։ Հիմա Սուրբ Գիրքը ինքը անզոր գիրք չէ, եւ Աստծո խոսքը երբեք անուշ չի մնում։ Եթե Աստծո խոսքը գալիս կախվում է մեր գլխին, որպես սուր, ուրեմն կարող է կտրել, հերձել, կարող է ուղակի բնաջնջել։ Ես սա շատ լուրջ եմ ասում եւ ուղակի վախեցնելու համար չեմ ասում, այլ ասում եմ, որպեսզի վերջո եթե ականջ կլինի լսելու համար, լսեն եւ սթափվեն։ Բայց նույն Երեմիայի գրքում այսպիսի հատված կա եւ ուզում եմ ընթերցել։ Լսեք այս բանը, հիմար ու անմիտ ժողովուրդ, որ աչքեր ունեք, բայց չեք տեսնում։ Ականջներ ունեք, բայց չեք լսում։ Միթե ինձնից չեք երկնչում, ասում է Տերը, իմ երեսից չեք դողում։ Ինձնից, որ ավազը ծովին սահման կարգեցի հավիտենական հրամանով, որ նա չանցնի դրանից, ալեկոծվի, բայց չկարողանա դուրս գալ։ Նրա ալիքները մռնչան, բայց չկարողանան անցնել դրանից։ Այս ժողովուրդն անհնազանդ ու ըմբոս սիրտ ունի, խոտորվեցին ու անցան գնացին։ Իրենց մտքում անգամ չասացին, վախենանք Տիրոջից մեր Աստծուց, որը ըստ մեր հնձի ժամանակի նրանից առաջ եւ հետո անձրև է տալիս մեզ եւ պահպանում է մեզ։ Մեր անօրենությունները խախտեցին այդ կարգը եւ մեր մեղքերը մեզնից հեռացրին բարիքները։ Ուրեմն բարիքները հեռանում են մեր մեղքերի պատճառով։ Ուրեմն մեր թշվառ վիճակը մեր մեղքերի պատճառով է։ Ուրեմն այն ամեն ինչ, որ այսօր մենք ունենք, եւ այն ամենից, ինչից զրկվում ենք, մեր ներքին մարդու պատկերն է, մեր ամբողջական հոգևոր վիճակն է, թե մենք ինչ հոգևոր վիճակում ենք գտնվում, թե որքան ենք մոտ Աստծուն, թե ընդհանրապես գաղափար ունենք, ինչ է ուղղափառ եւ ճշմարիտ աստվածպաշտությունը, թե թղթի վրա գրված ուղղափառության կոչումը ունենք եւ շատերի համար դա բավական է, որովհետեւ իսկապես շատերը մտածում են նույնիսկ եկեղեցու զավակներից, շատերը մտածում են, որ Կիրակի օրերին եթե իրեն գալիս են եկեղեցի, ուրեմն վերջ, ուրեմն ես ճիշտ ճանապարհի վրա եմ, բայց եկեղեցուց դուրս դու ով ես, կամ եկեղեցում կանգնած դու ով ես։ Ես մի քանի տեղ եղել եմ եւ պատարագին մասնակցելով չեմ նշում, որ եկեղեցին որտեղ եւ այլն, պատարագից առաջ եկեղեցին շուկա է։ Համոզված եմ, եթե Տեր Հիսուս Քրիստոսը գար, տեսներ մեզ այդ վիճակում, մտրակով հարվածելով դուրս է շպրտելու եկեղեցուց, որ իմ աղոթքի տունը, իմ տունը, իմ հորս տունը, որտեղ ներկա է Սուրբ Երրորդությունը, ամբողջ երկնքի արքայությունը, որտեղ հրեշտակների տուն է, հրեշտակների բնակարան, մեղքերի խավարան, ասվում է այդ ամենը, պատարագի ժամանակ ինչ եք սարքում պատարագից առաջ եւ անգամ պատարագի ժամանակ։ Կանայք կանգնած անընդմեջ խոսում են, արդեն տղամարդիկ են, նկատողություններ են անում իրար, խոսում, իրարից անկախ երգում, ով ինչպես կարողանում է, ով ինչպես ուզում է, եւ անգամ մտքի ձայնը արդեն չես լսում, կանգնած պատարագին չես կարողանում կենտրոնանաս, որպեսզի աղոթք անես, որովհետեւ կարգ ու կանոն չկա։ Թե հիմա ով է մեղավոր դրա մեջ, թե ով չի վերահսկել, թե ով է վերահսկել կամ ինչ է կատարվում, դա արդեն իմ գործը չէ։ Ես պատկերը պիտի ներկայացնում եմ։ Որ շատ շատերը եկեղեցի գնալով մտածում են, թե իրենք շատ ճիշտ ճանապարհի վրա են, բայց ընդհանրապես ճիշտ ճանապարհի վրա չեն, որովհետև եկեղեցում կանգնած խախտում են ամեն բան։ Եկեղեցուց դուրս, եկեղեցում այսօր խախտվում է ամեն բան։ Կանայք իրենք
իրենց քարոզիչներ են արդեն զգում։ Երեխաներից բռնած արդեն, այսպես ասած, քարոզիչ ու հովիվներ են դարձել։ Հոգևոր բլոգերներ ունենք անհաշիվ եւ անհամար, եւ ոչ մի կերպ չի վերահսկվում այս ամեն։ Ով ինչ ուզում քարոզում է, Սուրբ Գիրքը առաջին անգամ կարդացող մարդը, ով առաջին էջն է միայն կարդացել, արդեն մարդկանց բացատրում է, թե ինչ է նշանակում ծննդոց գրքում այսինչ գրվածը։ Մարդ, որը անգամ եկեղեցի միգուցե երբեք կյանքում ոտք չի դրել, խոսում է եկեղեցու մասին։ Այսինքն մեր հավատքը վերածվել է ինչ-որ թատերախաղի, խաղերի, պարերի, բլոգերության, ուղղափառության ոգի չկա։ Մարդիկ արհամարում են ուղղափառ քարոզը։ Մարդիկ արհամարում են եկեղեցու սուրբ հայրերի ուղղափառ ճշմարիտ ուղղադավան քարոզները, որոնք նաև տարածվում են համացանցով։ Եվ հետո զարմանում են, թե ինչու են աղանդները շատացել, կամ ինչու ենք պատուհասվում, կամ ինչու ենք դժբախտ, ինչու են երկրաշարժեր լինում, ինչու են աշխարհով մեկ պատուհասներ լինում, որովհետև ճշմարիտ աստվածգիտության լույսը մերժվում է, որովհետև խավարը մարդիկ ավելի շատ են սիրում, քան լույսը, որովհետև միայն լսում են հալելույա, հալելույա, Հիսուսը սիրում է քեզ եւ ուշագնաց են լինում, որովհետև այսպիսի էժան միջոցներով խաբվում եք, որովհետև տգետ եւ ուղափառ հավատքից հեռացած ժողովուրդ ենք դարձել, որովհետև մենք չգիտենք Սուրբ Գրքի իմաստը, խորհուրդը, մենք չենք ապրում այդ գրքով, մենք չենք ապրում այն մարդկանց թողած ժառանգությամբ, որոնց Աստված ընտրեց։ Տերը ասում է. իմ ուղարկածին ընդունողը ինձ է ընդունում։ Ավետարանում է գրված։ Տերը ուղարկեց առաքյալներին։ Առաքյալներն իրենց հերթին աշակերտներ ունեցան։ Նրանց աշակերտներն ունեցան իրենց աշակերտները, եւ այդպես շարունակ։ Եվ առաքելական վարդապետությունը սերնդեսերունդ փոխանցվելով եկել հասել է մեզ, մեր սուրբ հայրերի միջոցով, բայց մենք ինչ ենք անում, ծաղրում ենք սրբերին։ Ինչ ենք անում, հայհոյում ենք սրբերին։ Ինչ ենք անում, նրանց հիշատակը մոռացության ենք մատնում։ Ինչ ենք անում, աղանդավորություն ենք ընդունում։ Եվ դրանից հետո մտածում ենք. Ինչն է պատճառը, որ մենք պատուհասվում ենք, որն է պատճառը, որ մենք այս վատ վիճակում ենք։ Ինչ պատճառներ եք ուրիշ ուզում, չգիտեմ, բայց ինձ համար այս պատճառները արդեն իսկ բավական են։ Եվ նույն Երեմիայի գրքում գրված է. ինչպես որոգայթներն են լի թռչուններով, այնպես էլ նրանց տներն են լեցուն նենգությամբ։ Դրա համար էլ նրանք հարստացան, մեծացան, գիրացան ու պարարտացան եւ չարությամբ զանցարան իմ խոսքերը։ Արդար դատաստան չարեցին, որփի իրավունքը չպաշտպանեցին, այրուն արդար դատով չդատեցին։ Այս ամենից հետո ասում է Տերը. միթե չեմ այցելելու կամ այդպիսի ազգից ես վրեժ չեմ լուծելու։ Հիմարություններ ու արհավիրքներ կատարվեցին երկրի վրա, մարգարեները սուտ մարգարեություններ են անում, քահանաները ծափահարում են նրանց եւ իմ ժողովուրդը սիրեց այդ։ Իսկ ինչ եք անելու դրանից հետո։ Պատկերացնում եք ինչպիսի հարց է, այսինքն դեռ առաջ գնալու տեղ ունեք, այսինքն դեռ ձեր չարիքը իր լրությանը չի հասել, դեռ չի բոլորացել, դեռ տեղ ունեք ինչ որ բաներ անելու, պիտի անեք։ Ոչ թե Տերը չգիտի, թե դրանից հետո ինչ պիտի մենք անենք կամ հրեաները ինչ պիտի անեին, այլ ցույց է տալիս, որ անգամ սրանից հետո առաջ եք գնալու։ Բայց ուզում եմ մի բան էլ շեշտել, տարիներ առաջ մարգարեներ էին հայտնվել եւ մարգարեություններ էին անում, որ հիմա հայազգը պիտի վերածնվի որպես մի ազգ, պիտի մեր թշնամիներին մեր ոտքի տակ առնենք, պիտի հաղթենք, պիտի այս անենք, պիտի այն լինի, պիտի այն լինի, ոչինչ չեղավ, թշվառացանք, բայց գիտեք ինչն է այստեղ հարցը, որ մեր ժողովրդի մեծ մասը, անգամ քրիստոնյաները, մեր եկեղեցու զավակները հավատում էին այդ ամենին։
Երբ մենք մեր կազմով փորձում էինք ժողովրդին զգուշացնել, որ ոչ հեռու մնացեք նույն Միլենա Կարապետյանից, Սոֆի Հակոբյան, Սուսաննա Ղարիբյան, Վասուլական Նեշ, չգիտեմ ինչեր, մեզ ասում էին դուք քրիստոնեությանը դեմ եք, դուք ծայրահեղացել եք, չի կարելի բոլորին դատել, դուք բոլորին դատում եք, բայց ահա հասանք եւ մենք կարող ենք արդեն բարձրաձայնել, որ ահա դուք որ ծափահարում եք այդ սուտ մարգարեներին, այժմ քաղում եք ձեր պտուղները եւ քաղեցիք պատուհասներով, պատերազմներով եւ մնացած այլ բաներով, որովհետեւ ծափահարում եք, որովհետեւ ընդունում եք նրանց, որովհետեւ նրանց սուտ մարգարեությունները ըստ Սուրբ գրքի քննող մարդկանց չէիք հավատում եւ ի վերջո գնացիք եւ նրանց համախոհը դարձաք։ Հետո շատերը հիասթափվեցիք, հետո շատերը ցավ ապրեցիք, հետո շատերը հավատը կորցրեցին եւ հենց այդպես էլ անում են։ Մարդկանց ոգևորում են, մարդկանց հույսեր են տալիս, մարդիկ էլ ինչու ոչ ոգևորվում են։ Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, մենք ամեն ինչ կարող ենք, մենք արդեն Աստված կարծես թե հային պարտական լինի, այնքան ենք հայ ու մենք ասել, այնքան ենք մեր այդ հպարտ եղջյուրը վերև բարձրացրել, որ Աստված այդ եղջյուրը կոտրեց, որ իջեք ներքև, դուք Աստծո դեմ ոչինչ եք, Աստծո անունը տալով Աստծո դեմ եք գործում։ Եվ Եսայի մարգարեության մեջ իզուր չէ գրված, որ ձեր պատճառով իմ անունը մշտապես հայհոյվում է հեթանոսների մեջ։ Եվ այսօր հեթանոսները կլինի իսլամիստները, կլինեն աղանդավորները, կլինեն, չգիտեմ, ով ուզում է լինի, մեզ ինչ են ասում։ Սա չէ ձեր քրիստոնեությունը։ Սա չէ ձեր առաքելական եկեղեցին։ Այսպիսին չեք դուք հավատացյալներդ։ Եվ մենք ամոթ չենք անում։ Մենք ամոթ չենք, ես չեմ խոսում արդեն նրանց մասին, որովհետև նրանցը պարզ է, թե ինչ ճանապարհի վրա են, եւ իհարկե դա էլ ազդում է մեր ամեն ինչի վրա, մեր բոլորի կարգավիճակի վրա, ազդում է մեր հայրենիքի կարգավիճակի վրա, բայց մենք քրիստոնյաներս, որ այլևս չենք ուզում առողջ քարոզ լսել, հայրերին արհամարած ունենք, չենք ուզում ոչ մի կերպ մոտենալ ուղղափառ հավատքի գաղափարին, որովհետև պիտի նեղություն տանք մեզ, որովհետև սիրել չգիտենք։ Միայն այն մարդը, ով իր մեջ սեր ունի, կարող է հասկանալ ուղղափառության գեղեցկությունը, կարող է տեսնել ուղղափառության դրախտը, կարող է տեսնել, որ արքայության ճանապարհը ուղղափառությունն է։ Ոչ մի աղանդ, ոչ մի ուրիշ ինչ որ կառույց ուղղափառությունը։ Բայց ցավոք սրտի այսօր այդպես չէ, որովհետև մարդիկ սիրում են հեշտ ճանապարհներ, սիրում են երեխաներին, գեղեցկադեմ աղջիկներին լսել, սիրում են բլոգերներին լսել, ովքեր հիմար ժպիտ դեմքին ինչ որ բաներ են պատմում, անկախ նրանից ճիշտ է սխալ է, հիանում են տակն էլ գրում ամեն։ Ահա մեր քրիստոնեությունը։ Եվ կա մի փոքրիկ խումբ, որը արդեն կռացել է այն բերի տակ, որը մնացել է այդ փոքրիկ խմբի վրա, աղոթել բոլորի համար, շատերի փոխարեն նույնիսկ Աստծո առջև մեղագալ, ներողություն խնդրել բոլորի համար, իսկ մնացածը մի կողմը արդեն անջատած, կներեք արտահայտությանս համար ապրում են։ Գնանք եկեղեցի, ասենք մենք Աստծուն սիրում ենք, վերջ, ամեն բան լուծված է։ Մի խոսքով նշաններ փնտրող, հրաշքներ փնտրող, ինչ որ դիվական պատրանքների մեջ ապրող մի ազգ ենք, որը շեղվել է իր ճանապարհից։ Շեղվել է։ Ուզենք, չուզենք, խոստովանենք, չխոստովանենք, մենք մեր սրբերին չենք սիրում։ Մենք մեր սրբերի ժառանգությունը, այսինքն Սուրբ Հոգու վարդապետությունը եւ Աստծուց տրված այն ամենը, ինչ որ եկեղեցու մեջ եղել է, վատնել ենք։ Սուրբ Գրիգոր Տաթևացուց հետո չունեցանք Սուրբ Գրիգոր Տաթևացիներ, այլևս։ Եվ ինքը անգամ ասում է ես եկեղեցու վերջին ծնունդս, որքան էլ ցավալի է հնչում, բայց գիտեք, միշտ մտածել եմ եւ ցավ եմ ապրել, որ ինչու դրանից հետո մենք սրբեր չունեցանք։ Ինչու այդպիսի հարահայտ
վարդապետներ չունեցանք եւ եկա մի եզրահանգման, որովհետեւ մենք գնահատել չգիտենք, որովհետեւ մենք պահել չգիտենք, որովհետեւ կա վարկած, որ անգամ Սուրբ Գրիգոր Տաթևացուն թունավորել են, մեր շատ սրբակենցաղ հոգեվորականների սպանել են, մեր իսկ երկրում, անգամ կաթողիկոսների։ Եվ մենք չունենք այդ պահելու եւ գնահատելու ունակությունը։ Դրա համար էլ ինչու Աստված մեզ պիտի տա, եթե մենք մեր ունեցածն անգամ չենք պահել, չենք գնահատել եւ մոռացության ենք մատնել։ Դրա համար զրկվել ենք, դրա համար զրկվում ենք եւ եթե այսպես շարունակվի, դեռ շատ բաներից կզրկվենք։ Եվ ինչպես որ հենց սկզբից կարդացի, եթե մեր երկրում մենք լինենք աղանդների մեջ, հեթանոսների մեջ, եթե ընթանանք ծուր ճանապարհներով, ռեստորաններից, տաշի-տուշիներից ու խաղատներից դուրս չգանք, եթե ապաշխարության փոխարեն ամեն ինչ անենք, բայց ապաշխարությունը թողնենք հետևի պլանում կամ ընդհանրապես մոռանանք, եթե ուղղափառ հավատքից հեռացած ապրենք, եթե նորից մոռացության մատնված լինեն մեր սրբերն ու մեր հայրերը Աստծո ընտրյալները, ապա այն ամենը, ինչ որ մեր երկրում տեղ գտավ, այսինքն նույն աղանդավորությունը, էլի կռապաշտություն է, նույն աղանդավորությունը սուտ աստվածներին հետևելն է, որովհետև աղանդները սուտ աստված են հորինել իրենց համար, անունը Քրիստոս դրել։ Եվ մարդիկ, երբ որ այդ ստությունների հետևից են գնում, այնպես այդ ստություններին են ծառայել սեփական հողի վրա, այդպես էլ ըստ Երեմիայի գրքում գրվածի պիտի ծառայեն օտարներին մի երկրում, որը իրենցը չի լինելու։ Սա է այն ամբողջը, ինչ ուզում էի ասել։ Ով ականջ ուներ լսելու, թող լսի։ Իսկ ովքեր չեն լսելու, հետագայում դառը փորձառությամբ կհասկանան ամեն բան։